փաստ մարտի 8-ի մասին։ Դեռևս հին Հռոմում գոյություն ուներ կանանց նվիրված տոն, որը անվանում էին ազատ ծնված կանանց տոն։ Տոնին նվերներ էր հանձնվում միայն ամուսնացած կանանց և բարձր դիրք ունեցող կանանց։ Օրինակ, տան իգական սեռի ծառայողներին այդ օրը հնարավորություն էր տրվում հանգստանալ։ Տոնի հիմքը դրվեց 1857 թվականին Նյու Յորքում, երբ տեքստիլագործները երթով անցան քաղաքի փողոցներով և բողոքեցին թե ցածր աշխատավարձից, թե աշխատանքի ոչ բարենպաստ պայմաններից։ Կանանց իրավունքների համար պայքարի օրը նշվեց Եվրոպայում 1911 թվականին մարտի 19-ին, ապա դրանից 3 տարի անց որոշվեց, որ պետք է նշվի մարտի 8-ին։ Օրը մարտի 8-ը նշվում էր Չինաստանում և մի շարք աֆրիկյան երկրներում։ 1910 թվականին Կոպենհագենի կանանց միջազգային հանձնաժողովի ժամանակ Կլարա Ցետկինին առաջարկեց, որ պետք է կանանց միջազգային օրը նշվի մարտի 8-ին՝ ի հիշատակ նյույորքյան իրադարձության։ Ռուսաստանում այդ օրը նշվում էր մարտի 8-ը 1913 թվականից, Խորհրդային Միությունում մարտի 8-ը համարվում էր ոչ աշխատանքային օր 1965 թվականին։ Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվել է Ավստրալիայում 1911 թվականին, Շվեյցարիայում, Դանիայում և իհարկե Գերմանիայում։ Եթե դու այս 8 փաստերից որևէ մեկը գիտեիր, ապա գրիր մեկնաբանություններում և նաև ձեր մարտի 8-ը շնորհավոր անցած, լինեք առողջ, երջանիկ ու միշտ տենց սիրուն։